Հրապարակ թերթը գրում է Փաշինյանի հրահանգով կառավարությունում ակտիվ աշխատում են նոր նախագծի վրա, որով պատրաստվում են պայքարել ատելության խոսքի դեմ։ Այն ընդդիմության եւ ԶԼՄ-ների նկատմամբ հերթական զսպաշապիկը կլինի։ Ընդ որում այլ ուղղություններով են աշխատում, օրինակ ֆինանսական թափանցիկություն ապահովելու, հավատարմագրումից զրկելու մեխանիզմներ ներդնելու եւ անգամ ԶԼՄ-ներ փակելու պլաններ ունեն, բայց դրանք իրականացվեն, եթե հունիսի 7-ին վերարտադրվեն։ Արդեն ատելության խոսքի դեմ պայքարի նոր կառուցակարգերի ներդրման վերաբերյալ տեղեկանք է կազմվել, ըստ որի քաղաքացիական եւ վարչական պատասխանատվություն է սահմանվելու փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում, մեծ տուգանքներ կսահմանվեն նվազագույն աշխատավարձի 3000 պատիկից մինչև 6000 պատիկի չափով։ Փաստորաթերթը գրում է, ինչպես հայտնի է օրերս իտեր է հանգել բարեկամական ու հարևան վրաց ժողովրդի հոգևոր առաջնորդ վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս պատրիարք Իլյա II-ը։ Միանգամայն բնական եւ օրինաչափ է, որ հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն ու այլ բարձրաստիճան հայ հոգևորականներ ցանկանան ներկա գտնվել եւ վերջին հրաժեշտ տալ Իլյա II-ին։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու նրա ենթակա մարմինները իդեմս ռեպրեսիվ օրգանների մտածածին գործի պատրվակով արգելափակել են ամենայն հայոց կաթողիկոսի երկրից դուրս գալու հնարավորությունը։ Բացի այն, որ դա ինքնին խայտառակություն է, կրկնակի ու եռակի խայտառակություն է, որ դրա մասին խոսում են նաև դրսում, իմասնավորի վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները նշելով, որ իրենք տեղյակ են, որ ամենայն հայոց կաթողիկոսը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել իտեր հանգուցել երանաշնոր պատրիարքին եւ իր վշտակցությունը բերել վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։ Սակայն նույն վրաց հոգևորականները ընդգծում են, որ Հայաստանի իշխանությունը արգելափակել է հայոց կաթողիկոսի ելքի հնարավորությունը։ Այդ հայտարարությունը լսելիս ցանկացած նորմալ հայ մարդ ամոթից զատ այլ զգացում չի կարող ունենալ։ Բացի երևի Փաշինյանական իշխանության անընկալելի քմահաճույքներն սպասարկողներից։ Հրապարակ թերթը գրում է ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ ուրախ ավտոբուսով ներկուսակցական քարոզարշավ Երևանում չեն իրականացնի։ Պաշտոնապես դա կփաթեթավորեն, թե Երևանի վարչական շրջանները շատ են եւ չեն հասցնի բոլոր տեղերում լինել, սակայն իրականում հասկանում են, որ Երևանում իրենց դիրքերն անհամեմատ թույլ են եւ չեն կարող բնական ու իրենց համար շահեկան տեսարաններ բեմադրել։ Հրապարակ թերթը գրում է ՔՊ-ում ընտրակեղծարարների որսը կարծես ավարտված է ներկուսակցական ընտրություններից հետո 3 ԿՊԱ-կանի են հանել ցուցակից Կարեն Գրիգորյանին, Դավիթ Դանիելյանին, Հայկ Ավագյանին։ Մեր աղբյուրներն ասում են, որ թեպետ այլ կասկածներ էլ կան, բայց աղմուկն իրենց օգտին չէ եւ որոշել են գործընթացը չշարունակել։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը պարզենում է, թե իր օրոք ընտրությունները չեն կեղծվել, մինչդեռ արդեն երկրորդ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում։ Իդեպ Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանին անցած շաբաթ հեռացրել են վարչությունից։ Նրա դեմ 6-7 բողոք է եղել, այդ թվում պատգամավորներ Տրթած Սարգսյանի, Արման Եղոյանի կողմից։ Ապացուցվել է, որ նա զանգել է տասնյակ պատվիրակների եւ ասել. «Ես քեզ եմ ընտրելու, ակնկալում եմ, որ դու էլ փոխադարձաբար ինձ ընտրես»։ Հրապարակ թերթը գրում է. իր իշխանության 8 տարվա ընթացքում մի քանի անգամ պատերազմ ու ռազմական գործողություններ բերած Նիկոլ Փաշինյանը նախորդին սպառնաց ժողովրդին, եթե ինձ չընտրեք, սեպտեմբերին մեծ պատերազմ կլինի։ 2018-ին էլ ասում էր կամ ես կլինեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Չնայած որևէ փաստարկ չնշեց, թե ինչու է պատերազմ կանխատեսում, միայն ասաց, թե ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ։ Կարելի է կարծել, որ պայմանավորվել է Ալիևի հետ։ Փաստորաթերթը գրում է. Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր երկրի նախորդ բոլոր նախագահների Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ միշտ էլ այս կամ այն հարցերի վերաբերյալ եղել են դժգոհություններ, եղել են օբյեկտիվ դժգոհություններ, եղել են նաև սուբյեկտիվ դժգոհություններ, եղել են միֆականացված եւ հետեւողական քարոզչությամբ ուռճացված դժգոհություններ, բայց եղել են նաև արդարացի ու հիմնավորված դժգոհություններ։ Հիմնականը դժգոհություններ եղել են սխալներ, թերություններ, անընդունելու երևույթներ եղել են։ Սա որևէ մեկը չի վիճարկում, ավելին ակնհայտ է, որ եթե երկրում չլինեին խորքային խնդիրներ ու դժգոհություններ, 2018 թվականի փորձանքն էլ չէր լինի իր հաղետաբեր հետևանքներով։ Դա նշանակում է կազմաքանդել պետականությունը, կրծել պետության հիմքը։ Խոսքը սահմանադրության նախաբանում գրված 1 կամ 2 նախադասության մասին չէ։ Խոսքը կամ Փաշինյանի ցանկությունը անկախության հռչակագիրը վերացնելն է։ Դա եթե կարճ ու կոնկրետ նշանակում է Հայաստանի Հանրապետության լուծարում, կազմաքանդում։ Իդեպ արդեն կան տեղեկություններ այսպես կոչված սահմանադրական փոփոխությունների մասին։ Թռուցիկ հայացքն իսկ բավարար է հասկանալու համար անհայտ է։ Բոլոր այդ փոփոխությունները, որոնք փորձ է արվելու անցկացնել այոպետության կազմաքանդման մասին են, արժեքային համակարգի ու ազգային կազմաքանդման մասին, այսինքն սահմանադրական կնիք դնելու այն ամենի վրա, ինչի համար եկել են իշխանության։